Ուսումնասիրում ենք Երևան համայնքի կայքը, ռազմավարությունները, ինդեքսները, որպեսզի ավելի համապարփակ ձեր դիտարկումները եւ եզրակացությունները ներկայացնեք։ Եթե չեք անում, ապա խորհուրդ կտամ, որովհետեւ դուք շատ խելացի եւ այսպես շատ կարևորագույն հարցեր եք բացահայտում, բայց որպեսզի ձեր ձայնը դսելի լինի եւ ավելի համապարփակ, խորհուրդ կտամ նաեւ ուսումնասիրել այս կարևոր ինֆորմացիան, տեղեկատվություն, որոնք առկա են։ Հարցս հետևյալ, դուք արել եք թե չէ, եթե չէ, խորհուրդ կտամ մշտապես այս տեսանկյունից հարցերին վերաբերվեք, սիրելի աշակերտ ավականու անդամներ։ Շնորհակալություն հարցի համար, կպատասխանեմ այսպես, նախ իմ անձնական դիտարկումն է, քանի որ հենց երեկ ես 30 րոպե սպասել եմ 26 համարի միկրոավտոբուսին, որպեսզի տուն հասնեմ, շատ ուշ երեկո էր։ Մյուս դիտարկումով ասեմ, որ այո, ես զանգահարել եմ տրանսպորտի վարչություն, որտեղ ի զարմանս ինձ իմացա, որ ըստ օրենքի, ըստ այն թղթի, որը գրված էր, մեր գծի վրա պետք է լիներ 10-ից ավել միկրոավտոբուսներ, սակայն ցավով կնշեմ, որ գործում է միայն 4 միկրոավտոբուս, որից 2-ը պարտադիր փչանում են ուղևորության ժամանակ եւ ուղևորներին թողում են անհայտ վայրում։ 26 համարի ավտոբուսի հետ կապված արդեն պատասխանեցինք, որ կան անսարք մեքենաներ, խնդիրը շտկվելուն պես դուք այլևս ստիպված չեք լինի սպասել, խնդրեմ զբաղեցրեք ձեր տեղը։